Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը։ Այս նորածին միֆ է։ Ձեր աչքի առաջ է տեղի ունեցել այդ միֆի ծնունդը։ Ոչ այլ ոք, քան այսօրվա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հեղինակը այս միֆի։ Հիմա սկսենք այդ ջախջախել։ Ուրեմն իրականությունը լրիվ այլ է։ Այս նոր միջավայրում ինչն էր մեր, սենց ասեմ, կարևորագույն իրավական ինչ-որ բան որոշող մարմինները։ Դա առաջին հերթին, ինչպես գիտեք, միջազգային իրավունքի գլխավոր այսօրվա ատյանն է, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կամ ՄԱԿ-ը։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե մենք Ղարաբաղի հարցի հանձնումը փորձենք անցկացնել ՄԱԿ-ի շրջանակներում կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում, մենք պարտվելու ենք։ Շատ պարզ պատճառով։ Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի մեծամասնությունը Ադրբեջանի կողմն էր, այսինքն ցանկացած որոշում ընդունվելու էր Ադրբեջանի օգտին։ Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հաշվի առնելով 8 possidetis iuris սկզբունքի որդեգրումը աշխարհի մեծերի կողմից, էլի հասկանալի էր, որ մենք ոչ մի շանս չունենք ինչ-որ իրավական լուծման, ու մենք չենք էլ կարողանալու տիրապետել այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընթացող քննարկումներին։ Հավաքվելու են 15 երկիր, որոնցից 5-ը ունենալու են վետոյի իրավունք, նրանք այս հարցերը քննարկելու են եւ նրանք պատրաստ չէին Լեռնային Ղարաբաղին անկախություն շնորհել։ Հետևաբար մեր դիվանագիտությունը կատարեց շատ հետաքրքիր մի քայլ։ Մենք անմիջապես ջանքեր գործադրեցինք եւ դրան նաեւ նպաստում էին այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ը ինքն էր պատրաստ այս նոր առաջացած հանրապետությունների վեճերը հանձնել այսպես կոչված ԵԱԽ-ին, այն ժամանակ ԵԱԽ էր կոչվում, հիմա դարձել է ԵԱՀԿ, բացատրեմ այդ ինչ է։ ԵԱԽ-ն, այսինքն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցությունը, առաջ կոչվում էր ինչ է կոչվում SCSC, հիմա դարձել է OSCE, այսինքն խորհրդակցությունից դարձել է կազմակերպություն, organization։ Սա ինչ է ԵԱԿ-ն։ ԵԱԿ-ն 1973-ից 75 թվին մի մարմին էր, որը Եվրոպայի նոր անվտանգության ճարտարապետությունը ստեղծեց։ Հիշում եք Հելսինկի ակտը, որի գլխավոր սկզբունքները մեզ համար կարևոր հետևյալն էին։ Տարածքային ամբողջականության սկզբունքը, սահմանների անխախտելիության սկզբունքը, ժողովրդների ինքնորոշման սկզբունքը եւ որևէ հակամարտություն բացառապես խաղաղության մեթոդներով առանց բռնության լուծելու սկզբունքը։ Այս 4 սկզբունքները, որ կիրառել են Ղարաբաղի խնդրին։ Իհարկե մենք հասկանում ենք, որ այդ սկզբունքները այնտեղ կան եւ աշխարհի մեծերի վրա նաեւ այդ սկզբունքներն են աշխատում, բայց մենք գիտենք մի հատ շատ կարեւոր բան, որ ԵԱՀԿ-ում գործում է վետոյի մեխանիզմ։ Ինչը նշանակում է, եթե մեզ հաջողվում է դիվանագիտական գործընթացը տեղափոխել ԵԱՀԿ-ի հովանու տակ, մենք սկսելու ենք վերահսկել դիվանագիտական գործընթացը։ Այսինքն Հայաստանը որևէ իր համար անցանկալի լուծում կարող է ուղղակի իր քվեարկությամբ կանգնեցնել։ Հետևաբար սա դարձավ մեզ համար ամենաընդունելի բանը, մեխանիզմը, եւ պարզվեց, որ իսկապես սա փայլուն լուծում էր։ Ինչու՞։ Որովհետեւ 92 թվականին մենք անդամագրվեցինք ԵԱՀԿ-ին, այդ հայտնի այդ Հելսինկի փաստաթղթով։ ԵԱՀԿ-ի ներսում ստեղծվեց այդ Մինսկի կոնֆերանս եւ Մինսկի խումբ, այդ մեխանիզմը, որով պետք է կարգավորվեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եվ այդ պահից սկսված, ես ասում եմ անմիջական ականատեսն եմ եղել դրա, ընդունվեց որոշում, որ
մենք բացառելու ենք որևէ փաստաթղթում, իսկ փաստաթղթերը ԵԱԿ-ներ բանանում, գեներացնում, արտադրում, որևէ փաստաթղթում մենք բացառելու ենք Ղարաբաղի անդամակցությունը Ադրբեջանին կամ որևէ բառակապակցություն, որտեղ գրված է Լեռնային Ղարաբաղ, ասենք փակակ ձերում Ադրբեջան։ Հիմա ես ձեզ բոլորիդ այդ challenge-ը անում եմ։ Այստեղ կան շատ ինչ ասեմ, հետարքրասեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք կարող են գնալ ԵԱԿ-ի փաստաթղթերում Google search անեն կամ չգիտեմ հենց իրանց ներսում կա մի հատ բանի search-ի մեքենա, որով դուք կարող եք այդ փաստաթղթերը հանել։ Ուրեմն բան եք անում, փնտրում եք սկզբից Աբխազիա բառը։ ԵԱԿ-ի բոլոր փաստաթղթերում, դա հարյուրավոր փաստաթղթեր են։ Փնտրում եք դա, ասում եմ, լրագրողներ էլ կան, արեք այդ գործը։ Ուրեմն բոլոր ձևակերպումներում դուք կստանաք Աբխազիա այդ բաներում, փակագծերում Վրաստան։ Կամ կգտնեք South Ossetia, հարավային Օսեթիա, փակագծերում Ջորջիա կամ Վրաստան։ Փնտրեք Transnistria կամ Pridnestrovia։ Դուք կգտնեք այդ փաստաթղթում Transnistria, Moldova կամ Pridnestrovia, Moldova։ Հետո փնտրեք Nagorno Karabakh։ Անգլերեն Նագորնո Ղարաբաղ, դա բանը ռուսերեն Նագորնի Ղարաբաղ։ Դուք կգտնեք բազմաթիվ փաստաթղթեր, բայց մեկ էլ ձեզ համար կհայտնաբերեք, որ Ադրբեջան բառը մի մղոն չի մոտենում այդ Նագորնո Ղարաբաղ արտահայտության։ Չկա տես փաստաթուղթ, ԵԱԿ-ի այս բազմամյա գործունեության ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր ընդունված են, բազմաթիվ փաստաթղթերում դուք կգտնեք Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, բայց ոչ միտեղ չեք գտնի, որ դա ինչ որ կապ ունի Ադրբեջանի հետ։ Հարց. ո՞նց է այդպես եղել։ Այդ ինչ է Լեռնային Ղարաբաղի համար միջազգային հարությունը ինչ որ բան է, տենց խտրականություն է արել, ինչ որ նախապատվություն։ Դրա բացատրությունը պարզ է։ Մեր դիվանագետները ունեցել են հստակ հանձնարարական նման որևէ փաստաթուղթ ոչնչացնել, օգտագործելով վետո իրավունքը, եւ մենք այդ վետո իրավունքը կիրառել ենք 92 թվականից սկսած մինչեւ ամենավերջերս։ Քանի դեռ գործում էին այդ մեխանիզմները եւ իհարկե ինչ որ որոշումներ էր ընդունում։ Դուք մենակ Լիսաբոնի վետոյի մասին եք իմացել 1996 թվականին, որը անձամբ Տեր-Պետրոսյանն է դրել։ Բայց մենք երևի մի 40 անգամ այդ վետոն կիրառել ենք, մեր դիվանագիտները։ Ուղղակի դա աղմկահարույց մի հատ վետո էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ սուտ է։ Մեր դիվանագետները եւ մեր օրոք, եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանի օրոք, եւ անգամ Նիկոլ Փաշինյանի օրոք չեն թույլ տվել որևէ այդ ժամանակ, միջև այդ իր վերջի որոշումը, երբ որ ինքը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում, միջև այդ որոշումը չեն թույլ տվել որևէ փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը դառնա կամ նշվի որպես Ադրբեջանի մաս։ Լավ, այս միֆն էլ քանդեցինք, փայլուն ձևով անցնենք առաջ։